Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Pero es que eso no puede ser. Որևէ մեկը տեսել է նրան, որևէ մեկը մեղադրել է նրան։ Եթե ինչ որ մեկն ասել է, որ Յոլանդան պատասխանատու է դրա համար։ Այո, Բայց ով։ Տիկին Կոնստանսա Բորովսկին։ Ինչպես թե։ Ուրեմն ուզում եք անակնկալ մատուցել ձեր հարսնացուին, այդ դեպքում թագը վերցեք, եկեք ես այն ձեզ ցույց կտամ։ Ոչ, սպասեք։ Թագերը շատ մեծ են, եկեք ես ձեզ ականջողերը ցույց տամ, լավ, ականջողեր։ Բայց ես նաև ադամանդ եմ ուզում կրծքիս փակցնելու համար։ Սուրբ Մարիամ, ձեր կուրս կտեսեք, թե որքան գեղեցիկ են։ Ագրիպինա, ձեռքերդ ետ քաշիր Ագրիպինա։ Այո, հասկացա, դե լավ, լսեք, իսկ ձեր կրծքին ինչ-որ բան ամրացնելու փոխարեն ինչու չեք ուզում սա գնել ձեր դինոզավրիկի համար, մի տեսեք։ Այո, փորձիր այն, Ագրիպինա, այո։ Հիմա էլ դու, քեզ ինչ եղավ։ Քեզ ինչ եղավ, Ռոմելիա, նման բան ամեն օր չես տեսնի։ Այո, ես ուզում եմ այն տեսնել նրա դինոզավրիկի վրա, այո, հագցրու այն։ Դինոզավրիկ, իսկ ինչ է դա։ Միթե չգիտես, թե ինչ է դինոզավրիկը, լսեք, նա չգիտի, թե ինչ բան է դինոզավրը, պապահիր սա, հիմա կտեսնենք, թե ինչ բան է դինոզավրիկը, հիմա կտեսնենք, երիտասարդ։ Թող ինձ։ Սիրելիս, ուշադրություն մի դարձրու քերի Ֆակունդոյի վրա։ Նա իրականում այդպեսին չէ, պետք չէ վիրավորվել նրանից։ Նա ուղղակի խոսում է, բայց քո խորքում բոլորովին էլ այդպեսին չէ։ Ինչ եղավ քեզ։ Այն որ սրանից հետո ոչ ոք քեզ չի փրկի։ Ես հասկացա, թե դինոզավրիկն ինչ է։ Այո։ Մի անհանգստացիր, սա շատ փոքր կլինի դինոզավրիկիս համար։ Ինչ, փոքր։ Կոնստանսա ինձ մի լավություն արա, դու սպասարկիր պարոնին։ Այո, իհարկե ես նրան կսպասարկեմ։ Մոռացիր այս հասարակի տալուհուն եւ ինձ հետ արի։ Ես քեզ ցույց կտամ, թե ինչ կնես ընկերուհուդ համար, որովհետեւ ես այդ գործի հմուտ վարպետն եմ ու լավ ճաշակ ունեմ։ Ագրիպինա, Այո։ երբ ես որոշեմ դինոզավրիկիս մատանի կրել, կխնդրեմ, որ դու ընտրես այն։ Եկեք ինձ հետ։ Առայժմ։ Ես Սանտիագոին կասեմ, որ դու այս աշխատանքի համար բոլորովին պիտանի չես։ Անտանելի է։ Դե եթե կա ինչ-որ բան, որից քեզ վատ ես զգում կամ էլ քեզ դուր չի գալիս, ասա ինձ։ Եվ մենք այն կփոխենք։ Ոչ, ինչը փոխենք, ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Վստահ եմ մայրս ու աղջիկս կգան այստեղ, բայց կարծում եմ հայրս չի ցանկանա գալ, որովհետև նա սիրում է հողի հետ աշխատել, նա չի ցանկանա գործերը թողնել եւ այստեղ գալ։ Ինչպես թե չի գա։ Այո, վստահ եմ։ Դե Համոզված եմ, որ մայրս այսուհետ հաճախ կգա մեզ այցելության։ հիանալի է, չէ՞։ Այսուհետև սա նաև քո տունն է թանկագինս։ Եվ դու այս պահից սկսած կարող ես անել այնինչ ցանկանաս։ Դե եթե դժվար չի, ես կցանկանայի սիրել իմ ամուսնուն։ Այդ ինչպես։ Երբ ձևացնում ես, թե ոչինչ չես հասկանում, սկսում եմ ավելի շատ քեզ սիրել։ Սա դուր է գալիս։ Իսկապես։
Բրավո, Վիոլետա։ Տեսնում եմ որդուս հետ էլ նույն հնարքներն ես գործի դնում ինչ որ ժամանակին ինձ հետ։ Մայրապետը վերջապես պատմեց ամեն ինչ։ Այո, ինչ ասաց։ Դե խոսեք։ Դե նա ասաց, որ Հելենան դուստր ունեցել է եւ կռահեք, թե հետո ինչ է եղել։ Դե խնդրում եմ միանգամից ասա, քեզ կարևոր անձնավորության տեղ մի դիր, խոսիր։ Նրան մի կոլումբիական ընտանիքի են ողջագրության տվել, որը Պուերտա Կաբելա է մեկնել։ Եթե նա ողջ է, պետք է որ մոտավորապես 26 տարեկան լինի։ Տեսակ ես այդպես էլ գիտեի։ Ես միշտ էլ իմ տարիքի երիտասարդներից ավելի հասուն եմ եղել։ Քեզ ինչ պատահեց։ Պետք է գտնենք նրան։ Նա պետք է իմանա, որ ինքը Բորոսկիների ընտանիքի ժառանգորդ է, եւ որ մյուսները ուզում են վերցնել այնինչ պատկանում է նրան։ Հասկանում եմ, դու բարկացած ես։ Այնպես որ արի վերջ տանք ու տուն գնանք։ Լավ։ Լսիր, գիտես ինչ։ Ուզում ես քո տուն գնա, ուզում ես գրողի ծոցը գնա։ Բայց բաց թող ինձ գրողը տանի։ Ես քեզ բաց չեմ թողնի, որովհետև քեզ շատ եմ սիրում։ Փակիր բերանդ, լռիր։ Այլևս սիրուց չխոսես։ Մեր մեջ ոչինչ չի կարող լինել։ Բայց մեր միջև շատ բան կա, Անաստասիա, սեր, կիրք, ցանկություն, ամեն ինչ։ Իսկ ցավի մասին ինչ կասես։ Մեր մեջ մի ահռելի ցավ կա։ Մի ցավ, որ դու ես ինձ պատճառել։ Մի ցավ, որ մինչև հիմա ինձ հետ է, որովհետև քո պատճառով իմ կնքամայրը հիմա մեզ հետ չէ։ Դրա միակ մեղավորը դու ես։ Ես ինչ կարող եմ անել, Անաստասիա։ Ասա ինձ խնդրում եմ, ինչ պիտի անեմ, որ դու ներես ինձ։ Եվ որ քո աչքերն այլևս ինձ այդպես ցավով չնայեն։ Ոչինչ։ Ոչինչ, Աուրելիո, դու ոչինչ չես կարող անել։ Որովհետև ես այլևս քեզ չեմ հավատում ու ոչ էլ վստահում եմ քեզ։ Մեր միջև ոչինչ չի կարող լինել։ Լսիր հայրիկ, գրասենյակն այլ բան է եղավ, սա իմ տունն է։ Եթե չես ուզում, ուրեմն խնդրում հեռացի, երբ կգաս միայն այն ժամանակ, երբ ես քեզ ասեմ։ Իրոք, դու իմ ընտանիքին իմ դեմ լարեցիր։ Վերջ դուր։ Վիոլետան իմ կինն է, եւ այս տունը իմն է։ Հիմար մի եղիր Սանտիագո, դու ինձ հրամաներ տալու իրավունք չունես, որովհետև ես քո հայրն եմ։ Բավական է, հեռացիր այստեղից։ Բաց թողից սրիկա։ Սանտիագո, ոչ սպասիր, Սանտիագո, խնդրում եմ։ Ինչ եղավ։ Ուզում ես խփել հորդ։ Չեմ արանում, դա ես սովորել։ Մոռացել ես այն պատվիրանը, որ ասում է, որ պետք է հարգես ծնողներիդ։ Դու ոչինչ էլ չես կարող ինձ անել, որովհետև դու պետք է հետևես եկեղեցու պատվիրանին։ Աստված իմ այսինչ արեցի, ես ոչինչ չպետք է ասեի ձեզ, որովհետև այդ տեղեկությունը Մենաստանի գաղտնիքն է։ Ոչ վերջ դուր, լսիր, դու հասարակ մի անձնուհի չես, այլ սուրբ ես։ Չես պատկերացնում, թե ինչ մեծ լավություն արեցիր մեզ։ Այո, մենք պետք է գտնենք նրան, որ այս պատմությունը պարզենք։ Եթե նա ողջ է, ուրեմն ես չեմ տիկին Հելենայի դուստերը։ Աստված իմ խեղճ աղջիկն է բոլորովին անտեղյակ է, որ ունի հարուստ ընտանիք եւ որ ոսկերչական խանութ իրեն է պատկանում, այնպես չէ։ Այո, համել ընդունեք, որ մենք վատետախույզներ չենք ամեն դեպքում։ Հիմա մնում է միայն գտնել նրան։ Իհարկե։ Ձեռք տուր եղբայր։ Կլեմենտինա, Աստված իմ, ինչ ես անում։ Դա հիմնադրամի փողերն են։ Սիր քեզ ինչ եղավ, գժվել ես ինչը։ Ինչպես կարող ես նման վայրից գողություն անել։ Ամեն ինչ հիանալի է։ Կետն ընթանում է իր հունով, Սանտիագոն հետևում է ոսկերչական խանութի աշխատանքին եւ դա նրա մոտ շատ լավ է ստացվում։ Իսկ Աուրելիոն Ֆակունդոյի տանից վերադառնալուն պես պատրաստ կլինի բռնել բանականին եւ մղձավանջը կավարտվի։ Աստված ձայնդ լսի, սիրելիս։ Իհարկե։ Հենց այդպես էլ կլինի։ Իսկ ես եւ դու մենք մի մեծ տան մեջ կապրենք, լի ծաղիկներով, լավ կահավորված, շրջապատված մանգո, յարքախնձորի, բանանի ծառերով։ Ես ողջ կյանքում երազել եմ միայն այս պահի մասին տոնի։ Իսկ հետո մեր թորներն ու ծոռները կայցել են մեզ։ Այ դա արդեն լիարժեք երջանկություն է։ Այո։ Շնորհակալ եմ ինձ այսչափ երջանկացնելու համար։ Տոնի, ես սիրում եմ քեզ, Տոնի Բորովսկի, ես քեզ սիրում եմ։
Եվ քո սիրո շնորհիվ ես ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն եմ համարում։ Ախր մենք սիրում ենք իրար։ Պետք չէ այդպես։ Այո, սիրում ենք իրար։ Բայց ով է հակառակն ասում։ Ով է դա ժխտում։ Նայիր ինձ։ Ինձ նայիր, ես ասես հանգուցյալների աշխարհից հարություն առած լինեմ։ Լսիր, եթե անգամ մեր սերը այս երկնքի չափ մեծ լինի, այս կապույտ ու ջինջ երկնքի չափ անսահման լինի, դա անհնար է, Աուրելիո, մեր մեջ ոչ մի բան հնարավոր չէ։ Ինչու ոչ։ Ինչու եթե մենք սիրում ենք իրար, Անաստասիա։ Որովհետև եթե մեր սերը այդքան մեծ է, ցավը նույն չափ մեծ է, ու դրա մեղավորը միայն դու ես։ Իմ տխրությունն ավելի մեծ է, քան մեր սերը։ Այդ սերը անհնար է, Աուրելիո։ Այն անհնարին է։ Ինձ ոչինչ չի հետաքրքրում։ Ես այնպես կանեմ, որ դա հնարավոր դառնա, պարզ է։ Լսում ես։ Ես այնպես կանեմ, որ նորից սիրահարվես ինձ, Անաստասիա։ Ես չեմ հանգստանա, մինչև նորից իմ կողքին չլինես։ Դու նորից կսիրես ինձ, ու ես կերջանկացնեմ քեզ։ Սա իմ կյանքն է, ինչպես ուզենամ, այնպես էլ կվարվեմ, պարզ է։ Լսիր, հանգստացիր։ Թող ինձ, հիմար սևամորթ։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Խելագար ես ինչ է։ Հանգստացիր։ Ինչու ես այդքան ագրեսիվ։ Նման ձևով էիր պայքարելու մեր սիրո համար։ Ինչ սերայ խղճուկ սևամորթ, դու սպանեցիր այն, դու վախկոտ ես, դու ասացիր, որ գնալու ես հարազատներիդ մոտ, բայց ահա դու այստեղ ես, դու ինձ համար ոչինչ չես նշանակում, հիմար սևամորթ, զզվում եմ քեզնից։ Քեզ ինչ եղավ։ Հանգիստ թող ինձ։ Դու ոչ մի տեղ չես գնա, Կլեմենտինա, փողերն էլ քեզ հետ չես տան, եթե քեզ չի հետաքրքրում այն, ապա ինձ է հետաքրքրում։ Տխմարի մեկը։ Կլեմենտինա։ Կլեմենտինա։ Երիտասարդներ, Աստված մեզ կօգնի։ Կլեմենտինան շատ վատ վիճակում է եւ նրան պետք է օգնել։ Նա ձեր կարիքն է զգում, խնդրում եմ, մի լքեք նրան, չթողնեք նրան, ինչ էլ որ պատահի։ Օգնեք նրան, խնդրում եմ։ Ինչքան ես ուզում, այսքանը հերիք եմ, իսկ սա, բոլորը, այս ամենը բավական է, որ վերադառնաս ինձ մոտ, թե ավելին է պետք։ Հանգիստ թող կնոջս։ Սանտիագո, թող նրան Աստծո սիրուն բաց թող։ Տեոբալդո հեռացիր եւ մեզ հանգիստ թող։ Աստծո սիրուն հասկացիր, վերջապես ես ու որդիդ ուզում ենք երջանիկ լինել։ Դուրս կորիր իմ տնից եւ էլ չի կրկնեմ, հեռացիր այստեղից։ Վիոլետան իմն է եւ իմն էլ կմնա։ Ես քեզ բազմից ես տարբեր լեզուներով ասել եմ, որ մենք չենք կարող միասին քնել մինչև չամուսնանանք։ Հասկանում ես։ Ուրեմն երբ ենք ամուսնանալու։ Այն ժամանակ իմ գոյիտը հիշում ես թե բժիշկ ինչ ասաց, որ մենք պետք է որոշ ժամանակ սպասենք։ Ոչ մի սпасել, որովհետև ինձնից հիմա մի ուրիշ կին կարող է գալ եւ քեզ խլել ինձնից։ Վերջացրու գոյիտը, սերիմ, այդպեսի բան չի լինի։ Ոչ կլինի, տեսպիան, նա մի տղամարդու էր սիրում, նրանք հանդիպում էին, բայց հիմա նա դժբախտ է եւ անընդհատ լաց է լինում, որովհետեւ մի ուրիշ կին հայտնվեց եւ խլեց նրա կյանքի սերը։ Եթե այդ մարդն այդպես վարվեց նրա հետ, նույն բանը նաեւ կարող է ինձ հետ պատահել։ Ոչ գոյիտը տարբեր դեպքեր են լինում։ Եվ անպայման չէ, որ դա բոլորի հետ պատահի։ Ոչ, Մակո։ Ես ուզում եմ ամուսնանալ եւ հենց հիմա դու կասես, թե երբ է լինելու մեր հարսանիքը։ Աստված իմ Ակվիլես, ինչ ենք անելու, եթե չկարողանանք ապացուցել, որ Յոլանդան անմեղ է։ Նրա մատնահետքերը դանակի վրա են։ Ինչ ենք անելու, եթե Յոլանդային ձերբակալեն։ Հանգիստ, Պիե, հանգստացիր։ Պետք է դատական ընթացքին սպասենք եւ միգուցե կարողանանք փաստաբան գտնել։ Իմ թանկագին երեխաներ, եթե դուք անհանգստացած եք ձեր հայրիկի համար եւ վստահ եմ, որ այդպես էլ կա, ուրեմն թույլ տվեք ասեմ, որ ձեզ համար լավ նորություն ունեմ։ Այնպես չէ, Յոլանդա։ Այո, սերի, հարկաստո տոնի կյանքին վտանգ չի սպառնում։ Այո, Մատեոյի երիկամը իմ օրգանիզմում լավ է գործում։ Աստված նրա հոգին լուսավորի։
Ես ինձ հրաշալի եմ զգում, Աստված ինձ ապրելու հնարավորություն է տվել, և ես պատրաստվում եմ այն վայելել իմ սիրած կնոջ հետ և երջանկացնել նրան։ Սիր հայրիկ, շատ լավ է։ Այստեղ արի որդիս, Աստված օրհնի քեզ։ Նրա հետ ամենիշ լավ կլինի, Վիոլետա, ամենիշ լավ կլինի։ Նրանք չեն կարող մեզ մեղադրել, որովհետև մենք սիրում ենք իրար, Վիոլետա, սիրահարված ենք սերիմ։ Նայիր, իմ որ տեսնում ես այստեղ քո որդին է, եւ ինչքան էլ որ քննադատես ու մեղադրես պարոն Տոնիին, նա երբեք չի փորձել քեզ սպանել, բայց ես քեզ բանտ կուղարկեմ սրա համար, ողորմելի արարած։ Եվ դու այնտեղ կմնաս մինչև մարդ չդառնաս։ Դուրս այստեղից, չքվիր։ Դուրս հորիր այստեղից, դե շարժվիր։ Դու վախկոտ ես, վախկոտի մեկը։ Եվ Աստված կանչիր, որ Սանտիագոյի հետ ոչ մի լուրջ բան պատահած չլինի, այլապես ինքս կսպանեմ քեզ։ Ես կյանքիդ վերջ կտամ, երդվում եմ։ Դու հեշտ չես բրցնի այս ամենից։ Սանտիագո, խնդրում եմ։ Աստված իմ, Սանտիագո սերիմ։ Խնդրում եմ Աստված իմ։ Աստված իմ։ Իսկ այնուհետև մենք զբոսանավի վրա էինք, շատ լավ էր, որովհետև արևը հիասքանչ էր, իսկ ծովափը ինչ լավ էր։ Այո, Հայրիկ, ես իրոք ուրախ եմ, որ դու քեզ լավ ես զգում, բայց ինչ բայց։ Բայց ես քեզ պետք է մի բան ասեմ։ Մի շատ վատ նորություն պետք է հայտնեմ։ Տեսուչ Կուբիլանն էր այսօր եկել այստեղ։ Կուբիլաններ եկել։ Ինչի համար։ Կուբիլանն ինչ էր անում այստեղ, ինչ է ուզում նա։ Նա Յոլանդեն ձերբակալելու հրամանով էր եկել։ Լսիր, թե ինչ եմ ասում քեզ, սիրահարված աղջիկ։ Արդեն տեսար Մակոյին, այնպես որ հավաքիր իրերդ, որովհետև մենք գնում ենք։ Տաքսին ուր որտեղում կլինի։ Ինչպես դեռ չգիտես։ Տաքսին չի գալու Անաստասիա, որովհետև ես նրան ասացի, որ վաղ գա, որ կարողանանք այսօր այստեղ մնալ։ Ինչ։ Լսիր, վերջ դուր ծամածառություններիդ, պարզ է, հանգիստ տեղդ նստիր, սա միայն ինձ ու լորդես Գրեգորիա Բորովսկիին է վերաբերում։ Այո, բայց Անաստասիա մի անհանգստացիր, ինչ կլինի, եթե ես Մակոյի դու էլ Աուրելիոյի հետ մնաս, միթե հրաշալի չէ։ Ոչ, հրաշալի չէ Գոյիտա, ոչ, հրաշալին Բրեդ Պիտն է։ Գիտես ինչն է հրաշալի։ Հրաշալի կլինի այն, որ ես քեզ հիմա հարվածեմ։ Ինձ մի կպիր։ Ինչ է, առանց բռնության, մոռացիր բռնության մասին։ Բռնությունը նրանց զենքն է, ովքեր սխալվում են, եւ նրանց ովքեր շապազան շատ են սիրում։ Լսիր ինձ հանգիստ թող։ Լավություն արա ինձ հանգիստ թող։ Լսիր թե ինչ կասեմ Գոյիտա, ես ու դու գնալու ենք այստեղից թեկուզ ինչ որ կարգով, բայց պետք է գնանք այստեղից, եղավ։ Բայց ինչ եղավ քեզ։ Չլինի վախենում ես այստեղ մնալուց։ Լավ հայրիկ, հանգստացիր։ Ես էլ անհանգստացա, բայց դա է սահմանված կարգը, Յոլանդան վաղը պետք է գնա Կուբիլանի գրասենյակ։ Վաղը։ Վաղը, այո, վաղը։ Ես Կուբիլանին ասացի, որ դու չես պատրաստվում հրաժարվել այնտեղ գնալուց։ Բայց ինչ հիմքերով են նրանք Յոլանդային մեղադրանք ներկայացրել, ինչ փաստեր ունեն նրան մեղադրելու համար։ Ես եմ այնտեղ Հելենայի տանը եղել, նույն հաջողությամբ ես կարող եի սպանած լինել։ Բայց հայրիկ, բանն այն է, որ դանակի վրա, որը Վալենտինոյին սպանել են, Յոլանդայի մատնահետքերն են գտել։ Պարոն Տոնին, ներեցեք ինձ, որ հենց այսպես ներս եկա, բայց հենց նոր զանգեցին եւ ասացին, որ Սանտիագոին հիվանդանոց են տեղափոխել։ Ինչ։ Լեոն ինչպես է նա ուշքի եկավ, նա լավ էր։ Նախ հանգստացիր, այլապես քեզ ոչինչ չեմ ասի։ Հանգստացիր Վիոլետա, լավ։ Նա ուղղակի հարվածի պատճառով կորցրել էր իր գիտակցությունը։ Ուրեմն նա լավ է։ Կարող եմ տեսնել նրան, Լեոն։ Ոչ չես կարող։ Մի բան էր կա, որ ինձ շատ անհանգստացնում է։ Հարվածը կպել է Սանտիագոյի հենց այն մասին, որտեղի հարվածել էր վանականը, երբ նրա վրա էր հարձակվել։ Իսկ դա կարող է ավելի բարդացնել վիճակը։ Թողեք ինձ բաց, թողեք, ես ուզում եմ իմ որդի Սանտիագոյին տեսնել։ Չեք կարող ներս մտնել։ Ինչ է այս անփարոյականն այստեղ անում, բաց թողեք ինձ։ Թողեք նրան, թողեք։ Այդ դու էիր, չէ՞։ Ինչ ես արել որդու Սանտիագոյին անառակ։ Ես թույլ չեմ տա, որ քո հերթական խնարկները նրա հետ գործի դնես։ Դու արժանի չես իմ որդու հետ ապրելուն։ Լսիր, թութակ բերանդ փակիր, այսօր տրամադրությունը ստեղը չէ։ Ես նրան ոչինչ չեմ արել, գնա եւ ամուսնուդ գտիր ու նրա հարցերը լուծիր, նրան անպատվիր, որովհետեւ նա է փորձել սպանել իր հարազատ որդուն։
intentó matar a su propio hijo. Ինչ? Ագրիպինա։ Քերի քեզ ինչ պատահեց։ Դու սարսափելի տեսք ունես, ինչ է եղել։ Բայց պարոն Տեոբալդո, դուք չափից շատ եք խմել, նա ուղղակի հարբած է։ Լսիր աղջիկ, քո փոխարեն լինեի չէի խառնվի այս խոսակցության, ես մարդասպան եմ։ Ես հենց նոր սպանեցի իմ որդուն։ Սպասեք, քերի, ավել լավ է Նիկոլասի հետ ճաշասենյակ գնամ, մինչև ես սուրճ կբերեմ քեզ համար, լավ։ Դու շատ լավ ու սիրալիր աղջիկ ես, դրա համար կանեմ այն ինչ դու ես ասում։ Լսիր քերի, արի այստեղ, արի, զգույշ։ Ավելի լավ է ճաշասենյակ գնանք, որովհետև չես կարող վերև քննջասենյակ բարձրանալ։ Դու աստիճաններից վայր կընկնես։ Դա Աստված Սանտիագոյին ոչինչ պատահած չլինի։ Եթե մի բան եղած լիներ, մենք կիմանայինք այդ մասին, չէ՞։ Լեոն, արա ամեն բան ինչ կարող ես։ Ես ուզում եմ, որ Սանտիագոյին որքան հնարավոր է շուտ դուրս կերես հիվանդանոցից, ուզում եմ, որ նրա առողջական վիճակը գերազանց լինի։ Պապիկ, մենք հնարավոր ամեն բան անում ենք։ Այստեղ լավագույն բժիշկները Սանտիագոյին են բուժում։ Իսկ դու Ագրիպինա։ Այո։ Գնա եւ գտիր ամուսնուդ, ես չեմ պատրաստվում հանդուրժել, որ որդիներս անեն այնինչ խելքներին փճի։ Եթե Տեոբալդոն որոշել է իրեն բոլորովին ալկոհոլին տալ, ինձ ուրիշ ոչինչ չի մնում, քան նրան կլինիկա տեղափոխելը։ Ոչ, պարոն Սկեսրայր, ներեցեք ինձ, բայց ես կարծում եմ, որ Տեոբալդոն մեղավոր չէ։ Իմ կարծիքով այս ամբարոյական Վիոլետան է իմ որդուն Սանտիագոյին հարվածել, որպեսզի Այրիանա եւ հետո էլ Բորովսկիներից մի ամբողջ կարողություն պահանջի։ Que ella quede viuda y cobre la herencia de los Borovsky. Ագրիպինա։ Ես յոքուտ քեզ կձևացնեմ, թե իբր չլսեցի, թե ինչ ասացիր։ Հիմա էլ դու ինձ լավություն արա, խնդրում եմ։ Գնա եւ Տեոբալդոին գտիր, որտեղ լինի։ Եվ ասա թող պատրաստ լինի, որովհետեւ ուզում եմ որոշ հարցեր պարզել։ Գնա։ Լավ, հանգիստ։ Դու չգիտես, որ քեզ վնաս է բարկանալը։ Ոչ, ես շատ լավ էլ գիտեմ, շատ լավ գիտեմ։ Այդ դուք դեռ ոչինչ չգիտեք։ Անհավատալի է, ես մի րոպե անգամ հանգիստ կյանք չունեմ, այս տանը Աստվածի մի ինչ մեղք եմ գործել, որ նման ընտանիքի եմ արժանացել։ Ինչ։ Արի, գնանք, շարժվենք։ Սպասիր, հայրիկ, սպասիր։ Հանգստացիր, հայրիկ։ Խնդրում եմ։ Դու ես մեղավոր Վալենտինոյի մահվան մեջ եւ դա են վկայում տանակի վրայի քո մատնահետքերը։ Դու պիտի Վալենտինոյ ինչպես նաեւ իմ մայրիկի մահվան համար պատասխան տաս։ Ոչ, այդպես մի ասա։ Երկում ես, այո։ Երթվիր ու ապացուցիր, որ այդ սպանություններից ոչ մեկի հետ ոչ մի կապ չունես, դե երթվիր։ Հիմարություն դուրս մի տուր Կոնստանսա, խնդրում եմ, դու շատ լավ գիտես, որ մայրիկի մահվան պատճառը երազների խաչն է։ Ոչ, այս գիշատիչն է սպանել նրան։ Ես շատ լավ լսել եմ, երբ Վալենտինոն ասում էր Դեմետրիային, որ քո ձեռքերը արյունոտ են։ Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, Կոնստանսա։ Դու մի խոսակցությունից մի բառ ես լսել եւ չես կարող դրանով որևէ եզրակացություն անել։ Ոչ, քույրիկ, այս գիշատիչն է սպանել մեր մայրիկին։ Վալենտինոն ամեն ինչ գիտեր այդ մասին։ Ահա թե ինչու դու նրան էլ սպանեցիր։ Բայց շատ շուտով արդարությունը կվերականգնվի, Յոլանդա, եւ հենց այդ ժամանակ էլ մեզ պարզ կդառնա, թե ինչ ես արել մայրիկիս հետ։ Աուրելիո, այստեղ արի թույլ մի տուր, որ նա Իսպանիայից խեղճ կենթանում։ Եթե ցանկանաք, ես կարող եմ ապուր պատրաստել։ Ինձ էլ դուր չի գալիս այդ գաղափարը։ Ես էլ քեզ ուղղեմ ապուրը պատրաստելու հարցում։ Ահա թե ինչու կանայք չեն կարողանում որևէ կենթանի մորթել, որովհետև զգացմունքային են։ Ես դուրս կգամ ձեզ հետ, որ նրան ազատ արձակեք, թողեք թող վազելով փախչի։ Աղջի, հաստատ կրյան վազելով կփախչի։ Ես իր դարից օգտվելով, ինչպես գոյտան եք ամենում։ Արի, եւ դրա հարսանիքից խոսենք, արի։ Ինչ հարսանիք։ Դե գիտես, ես անում այն ինչ գոյտան է ուզում։ Այնպես որ խնդրում եմ, արի։ Իսկ ես ուզում եմ հեռանալ այստեղից։ Ես կարող եմ տեր հայրը լինել։ Ձեզ համար Սուրբ Մարիամը կերքեմ եւ օդի մեջ բրինձ շաղ կտամ։ Միայն թե գնամ այստեղից։ Գժվեր ես։ Ոչ, ես չեմ գժվեր, լսիր։ Մի պահ պատկերացրու Աուրելիո։ Վաղը մենք անելու ենք հարսանիքի հետ կապված ամեն ինչ։ Հասկանում ես, ամեն ինչ եւ օգնիր ինձ։ Ինչ է պատահել, ինչու է Ալեքսանդրան այս վիճակում։ Դու կարող ես խոսել, Ալեքսանդրա։ Չգիտեմ, նա ինչ որ անուններ էր տալիս, ինչ որ բաներ ասում, որից ես ոչինչ չհասկացա։ Ցուցահանդեսին։ Զարդերի ցուցահանդեսին։
Այո, ես էլ էի ներկայ ցուցահանդեսին քույրերիս հետ։ Այո։ Իսկ հետո հանկարծ Դուք ինչ եք այստեղ անում։ Այո, շքահանդեսի ժամանակ էր, այնտեղ էր, շքահանդեսի օրն էր, այդ ժամանակ էր, այո, ես հիշում եմ ամեն ինչ, հենց այնտեղ էլ պատահեց, ես ամեն ինչ հիշում եմ։ Ալեքսանդրա, իսկ հիշում ես ով է քեզ վրա կրակել, ով էր։ Նրա վրա ճնշում մի գործադրեք, պարոն Օվիդիո։ Ես հիշում եմ այդ տհաճ, այդ անտանելի դեպքերը, այո։ Լավ, հանգիստ։ Ասա ինձ ով է կրակել, Ալեքսանդրա, ասա ինձ ով է։ Քեզ վրա կրակող մարդը կարող է բանականը լինել, փորձիր հիշել, Ալեքսանդրա, հիշիր։ Ալեքսանդրա, հիշիր, խնդրում եմ, հիշիր։ Այո, ինչ-որ մեկը ինձ վրա կրակեց, այո, ինչ-որ մեկն ինձ վրա կրակեց։ Հիշում ես նրա դեմքը, հիշում ես նրան, ով է նա։ Նրա համար շատ բան ես արել, խնդրում եմ ինձ մենակ թող ամուսնուս հետ։ Շատ լավ, ներիր քեռի։ Հայրս է քեզ այստեղ ուղարկել, չէ։ Ուրեմն գնա ու փոխանցիր այդ ծերագրավին, որից ուզում է ասել թող գանձամբ ու ասի, որից հետո ես կթքեմ նրա երեսին ու կասեմ, որ նա կեղտոտ ու հիմարի մեկն է։ Ինչքի արի Տեոբալդո, քեզ հետ ինչ է կատարվի, գժվել ես ինչ է։ Այո, գժվել եմ և ուզում եմ, որից հանգիստ թողնեք Ագրիպինա, բոլորդ հանգիստ թողեք ինձ, ահա թե ինչ եմ ուզում ես։ Ալեքսանդրան հոգնել է եւ ճնշում գործադրելը վատ կանդրադառնա նրա վրա։ Բայց ինձ հարկավոր են նրա պատասխանները բժիշկ։ Գիտեք ինչ, Ալեքսանդրային էլ են պատասխաններ հարկավոր, ու ես կասեմ, թե հատկապես ինչ է նա ուզում իմանալ։ Նա ուզում է իմանալ, թե ով է Աուրելիոն։ Նրա ամուսինն է։ Նա է քեզ վրա կրակել։ Այո, Ալեքսանդրա, նա է արել։ Աուրելիոն իմ հորեղբայրն է, և դու ամուսնացած ես նրա հետ։ Բայց նա ուրիշ կնոջ հետ դավաճանում է քեզ, և այդ կինը քո հարազատ քույրն է։ Վերջ տվեք, վերջ, բավական է, պարոն Օվիդիո։ Հիվանդի հետ նման ձևով չեն վարվում։ Խնդրում եմ, վերջ տվեք, բավական է։ Նրան այստեղից դուրս արեք նրան, դուրս արեք, ես հոգնեցի։ Լավ, հանգստացիր, ամեն ինչ կարգին է, հանգստացիր, լավ։ Դուրս արեք նրան, դուրս։ Հանգստացիր։ Ես ուրախ եմ այն ամենի համար, ինչ դու այսօր արեցիր, Ալեքսանդրը։ Այդ դեպքը շատ ծանր է քեզ համար։ Դու ամեն ինչ կամաց կմտաբերես, դրանից հետո դու կթեթևանաս ու քեզ ավելի լավ կզգաս, եւ դու կմտնես կյանքիդ նորմալ ընթացքի մեջ, հանգստացիր։ Մի բան էլ պիտի հասկանաս Մարկոն, ես արևս չեմ ուզում գոյթային դարապերից տեսնել, բայց ես էլ չեմ ուզում գիտես, ես ավելի շուտ կնախընտրեմ մեռնել, գիտեմ ամուսնացած եմ այդ խելագար կնոջ հետ, նույնիսկ անունը չեմ ուզում տալ, նաև քեզ գիտակցում եմ, որ Տոնին ու Պիան կատված կստանան, երբ իմանան, որ մենք ուզում ենք ամուսնանալ։ Բայց դա նշանակում է, որ մարտահրավեր ես նետում ճակատագրին Մակո։ Բայց ես գերադասում եմ կյանքին մարտահրավերն են այդքան թույլ տամ, որ այն փոխի կյանքիս ընթացքը։ Ես ապրել եմ ատելությամբ եւ շատ եմ տարապել։ Իսկ հիմա ինձ նայեք, սերմունքի գործն իմ կյանքը բացել սրտիս կապանքները։ Իսկ ես չեմ ցանկանում կյանքս ցավով շարունակել։
Խելագարվել ես, չէ՞։ Ասել խելագարվել ես։ Միգուցե այո, միգուցե ոչ։ Գիտեք ինչ։ Միգուցե ես խելագարվել եմ, բայց եւ երջանիկ եմ։ Ես երջանկությունից եմ խելագարվել։ Այո, ես շատ երջանիկ եմ։ Պետք է խոշոր ու մուգ տառերով գրեմ, որ բոլորն իմանան։ Ես չեմ ցանկանում պայքարել սիրո դեմ։ Ինչի համար պայքարեմ, եթե այսպես թե այնպես սերը պարուրելու է ինձ։ Բայց Մակո, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Ավելի լավ գիտեք։ Ես դրա համար եմ ուզում առանձնահատուկ լինել, ինչպես ինքը գոյի տանե։ Մարդ կամ սիրում է կամ ոչ։ Այլ ոչ թե մի օր ասում այո սիրում եմ, հաջորդ օրը ոչ։ Մի օր այո, մի օր ոչ, մի օր այո, մի օր ոչ։ Եթե զույգերը իրոք սիրում են իրար։ Նրանք շարունակում են սիրել։ Որովհետև իրենց սերը կնում են միայն իրենց։ Ուրեմն բերեք ապուր պատրաստելու պարագաները։ Ես ինչ է եղել։ Ոչ վերջացրու, այս անջորին թրջում է, այս տանը չի մնա։ Խնդրում եմ։ Լսիր բարեկամս, լավ կանես ոչինչ չխոսես, այլապես կվռնդեմ այստեղից։ Ինչ է կատարվում այստեղ Նիկոլաս։ Այս հանցագործն ինչ է անում իմ տանը։ Հանցագործ չէ, նաև ընկերն է, նաև իմ բարեկամն է։ Դա ձեզ չի վերաբերում։ Լսիր, խելագար աղջիկ, դու պետք է հարգես ինձ։ Լսիր, փակիր բերանդ, այստեղ կանգնելու ու այդքան շատ խոսելու փոխարեն ավելի լավ կանես։ Ասես թե ինչ ես արել Հելենայի աղջկա հետ։ Զարմացար ինչ է։ Մենք գիտենք, որ Հելենա տատիկ աղջիկ է ունեցել, որին դու որդեգրության ես տվել Պուերտո Կաբելայում, կոլումբիական մի ընտանիքի։ Դե մի բան ասա, դե խոսիր։ Այնա ով է գորգորում, ինչ որ բան է կատարվում։ Ոչ, Տեոբալդո, դու այստեղից ոչ մի տեղ էլ չես գնա, մինչև չընդունես, որ հիվանդ ես ու խնդիրներ ունես։ Ընդունիր դա։ Հիվանդ եմ։ Այո, Ծիծաղելի բաներ ես ասում Ագրիպինա։ դու հարբած ես գրողը տանի, դու օգնության կարիք ես զգում Տեոբալդո։ Ես հանգստի կարիք ունեմ, ուզում եմ, որ բոլորդ ինձ հանգիստ թողնեք, որ թողնեք ապրեմ իմ ուզած կյանքով, իմ ուզած կնոջ հետ։ Գիտես ամենացավալին որն է Տեոբալդո։ Ես էլ եմ նույն բանն ուզում, Ուրեմն ինչու մեկդ միշտ չես հեռանում։ որ դու Սանտիագոյի համար։ Ես քեզ չեմ տա, որ կործանես Սանտիագոյի կյանքը։ Քո կյանքի հետ վարվիր այնպես, ինչպես կամենում ես, ես թքած ունեմ ընդհանրապես քո կյանքի վրա։ Իսկ որ դու Սանտիագոյին ոչինչ չես կարող անել։ Հանգիստ թող Սանտիագոյին։ Մոռացիր նրա գոյության մասին, այլապես ես կսպանեմ քեզ։ Ինչպես կարող ես արժանապատվության մասին խոսել, երբ հանուն այս զզվելի ընտանիք կոչեցյալի բարեկեցության կոսանել ես մի անմեղ ու նորածին աղջնակի կյանքը։ Թող ինձ։ Իսկ ինչ այստեղ կատարվում։ Այն, որ այս ծերուկը առանց խղճի խայծ գալու այդ աղջկան հեռացրել է իր մայրիկից։ Իսկ հանուն ինչի, որպեսզի ակումբի ընկերներիդ աչքին լավ երևաս։ Պապիկ, դու երեսպաշտ ու վախկոտի մեկն ես։ Ձայնդ կտրիր աղջիկ եւ հարգանք ունեցիր։ Թող ինձ ծերուկ։ Հայրիկ, այդ ինչի մասին է նա խոսում։ Հիմարություններ է դուրս տալիս նրա վրա ուշադրություն մի դարձու Տեոբալդո։ Ոչ, լսեք, դրանք հիմարություններ չեն։ Նա երեխայի մասին է խոսում, որ մայրիկը կոչել էր ուսանոցում, ու նրան հայրիկն էր փակել, նրանք բարձել են ամեն ինչ։ Կարելի է մնալ, թե այստեղ ինչ է կատարվում։ Ես չպետք է այդպես վարվեի հորս հետ, ինքդ էլ տեսար Վիոլետա։ Նա հարբած է։ Իրականում նա այդքան էլ բռի ու կոպիտ մարդ չէ։ Ինչու ես այդպես խոսում։ Չեմ հասկանում, ինչու ես նրան պաշտպանում, չէ՞ որ նա է քեզ հետ վատ վարվել։ Ճիշտ է, նա քո հայրն է, բայց բռի ու անտաշմարդ է։ Դե բանն այն է, որ նա դեռ շարունակում է քեզ սիրել։ Վերջ Ռուսա։ Դու չարաչար սխալվում ես, եթե կարծում ես, որ սիրող մարդը նման ձևով է վերաբերվում իր սիրելի էակին։ Ես ինձ նվաստացած էի զգում, երբ ինձ վրա փողեր էր շպրտում։ Նա հարբած է։ Ճիշտն ասած, հորս հետ կապված այդ դեպքը շատ անհանգստացնում ինձ։ Վիոլետա, դու երբևէ սիրել ես նրան։ Նորից հին պատմությանն ենք անցնում, այո։ Միթե այս ամենը վերջ չի ունենա։ Բայց ասա ինձ։ Ոչ, նա պարզապես հաճախորդ էր։ Իսկ միթե մենք չէինք պատրաստվում ջնջել իմ անցյալը։ Մի հիշիր, աշխատիր մոռանալ այդ մասին, լավ, մոռացիր այդ ամենը։ Այո, բայց ինչպես Վիոլետա, ինչպես։ Եթե հայրս չի կարող մոռանալ դա։ Նա սիրում է քեզ։ Նա նաև ասաց, որ երեխան, որին սպասում ես, կարող է նույն հաջողությամբ իրենը լինել։
Այո, ճիշտ է։ Ես Հելենային ուղարկել եմ կուսանոց, երբ իմացա, որ նա երեխայի է սպասում։ Բայց գիտեք ինչու, որովհետև նա թեթևաբարոկ կին էր, նա Վալենտինոյի սիրուհին էր։ Նման բան մի արա տոնի խնդրում եմ, քեզ մի ցածրացրու, բացի դա քեզ բարկանալ չի կարելի սիրելիս։ Նա մասնակցում էր բոլոր խնջույքներին մեկը մյուսի ետևից ու սկանդալներ սարքում, իսկ ես շատ անգամներ ստիպված եմ լինում գնալ ու հանել նրան բանտախցից։ Ճիշտ չէ, իմ մայրիկն այդպեսի չի եղել։ Դժվար է քվասածներին հավատալ, հայրիկ։ Հավատացեք, դուք պետք է հավատաք։ Հելենան Վալենտինոյից հղիացավ միայն ինձ ապացուցելու համար, որ Գրեգորիայի արատը իրենից չէր, որ ինքը շատ առողջ կին է եղել։ Փաստորեն հայրիկ մայրիկը Վալենտինոյից երեխա է ունեցել։ Քեզանից վրեժ լուծելու համար։ Այո, այդպես է։ Իսկ հետո ես նրան կուսանոց տարա, հերթական սկանդալներից խուսափելու եւ ձեզ պաշտպանելու համար։ Ճիշտ է, ես հիշում եմ նրա հղիության հետ կապված այդ պատմությունը։ Մի անգամ իրից խնդրանքով ես գնացել էի նրան այցելության, բայց ես չիմացա թե աղջկա հետ հետո ինչ եղավ։ Հենց որ այդ աղջիկը ծնվեց, ես ինքս հոգ տարա նրա մասին։ Այսինքն հնարավոր է, որ այդ աղջիկը Էմիլիան լինի։ Ես վախենում եմ։ Այդ աղջիկն Էմիլիան է։ Դե կարող եք կռահել, թե ով է Տոտոին օգնել ապուրը պատրաստելիս։ Հելով կարող է լինել, եթե ոչ իմ Սևահեր Գրիգորյան։ Դե եթե ես սևահեր եմ, դու էլ արջուկ ես։ Այո, ամենաանճորնի արջերից ես։ Իրոք է։ Դե լավ։ Ամարտը պետք է արջի պես լինի, իսկ ինչ վերաբերում է անճորնիությանը, քեզանից էլ անճորնի։ Ուշ եղիր խոսքերիդ մեջ, իմացի, որ փոս փորողը կարող է ինքը փոսն ընկնել։ Լսեք, ես ձեր երկուսի գալուց հետո այս տղաների մոտ փոփոխություն եմ նկատում, նրանք ավելի են վատացել, իսկ այս մեկը, պարոն ագարակատեր, ես պետք է տեսնեմ Գոյիտային, պետք է տեսնեմ Գոյիտային։ Աստված իմ, ճիշտ է, ավելի լավ էր կարակասում մնացած լինեի։ Իսկ այն մյուսը կարծես առանց մոր միամյա ցուլ լիներ։ Այո, Քերի, ես ուզում եմ տեսնել Անաստասիային, ես չեմ կարող ապրել առանց Անաստասիայի։ ճիշտ այդպես։ Քերի, խնդրում եմ, պետք է տեսնեմ նրան։ Ավելի ուրեք այդպես լաց է լինում։ Դա մի բան ասա, կենաց ասա։ Ես ինքս երեխային տվեցի Ֆուենտեսին, կոլումբիացի մի մարդու, որը զմրուխտի գործով էր սպասում։ Նրա կինը չէր կարող երեխաներ ունենալ։ Երբ ես դրան ասացի Հելենայի աղջկա մասին, նա շատ ուրախացավ։ Նա լավ մարդ է, եւ վստահ եմ, որ նա լավ կպահեր ու հոգ կտաներ աղջկա մասին։ Երդվում եմ այդ օրը իմ կյանքի ամենավատ օրն էր, բայց որքանով էիր համոզված, որ աղջիկը քոնը չէ։ Չէ, որ մայրիկն ու դու դեռ շարունակում էիք ամուսիններ մնալ։ Մենք ձևացնում էինք, Թեոբալդո, ձևացնում էինք։ Հելենան ու ես բոլորովին առանձին կյանքով էինք ապրում, նա քնում էր առանձին սենյակում։ Այն նույն սենյակում, որ դու ուզում էիր այսօր բացել, մենք ամուսնացած էինք, սակայն ամուսիններ չէինք։ Ամեն մեկը իր կյանքով էր ապրում։ Այո, իհարկե, եւ հենց այդ ժամանակ էր խոհարարուհին օգտվեց առիթից եւ զբաղեցրեց իմ մայրիկի տեղը։ Հարգանք ունեցիր Յոլանդայի նկատմամբ։ Ես հարգանք եմ պահանջում։ Յոլանդան իմ մեջ գտավ այն, ինչ Հելենան երբեք չի գտել։ Նա ինձ հավատաց ու սիրեց ինձ եւ համբերությամբ սպասեց առանց որևէ սպասելիքների ու շահի։ Ահա թե ինչու ես նրան ընտրեցի։ Նա տվեց ինձ այն, ինչ Հելենան երբեք չի տվել։ Un refugio que Elena nunca me dio. Դու դեռ բարկացած ես սիրելիս։ Ով կարող է բարկացած լինել այսքան մոտ գտնվելով քեզ։
Ինչի մասին ես ուզում խոսենք։ Ախր հորս ապեցողության պատմությունը։ Մայրիկիս Կոնստանսեի ու Բրոմելիայի վերաբերմունքը, որոնք դժվարացնում ու բարդացնում են Յոլանդայի կյանքը այս տանը։ Բանն այն է, որ մենք ապրում ենք մի տան մեջ, ուր բոլորն ատում են միմյանց։ Որի պատճառը անկեղծ ասած ես ինքս էլ չգիտեմ։ Ակնհայտ է պատճառը պարոն Տոնին է, որովհետև նա ուզում է ու ձգտում է տնօրինել բոլորի կյանքը։ Պատճառն այն է, որ ամես բոլորից սխալ ձևով է սիրում։ Ոչ, պարոն, որովհետև ով ձգտում է հավասարվել Աստծուն, ի վերջո սատանայի բաժինն է դառնում։ Հիշիր Լուսիֆերի մասին առասպելը։ Գիտես ինչ։ Ես չեմ ուզում շրջել Լուսիֆերի առասպելը։ Ոսկեաշական խանութի փոխարեն ես պետք է ընտանիքով զբաղվեմ։ Պետք է այնպես անեմ, որ նրանք սիրեն միմյանց։ Ահա թե ինչ եմ ես ուզում անել։ Մենք պետք է մոռանանք չարությունը եւ թշնամությունը։ Դրա համար էլ Վալենտինոն այդքան տարիներ անց կրկին վերադարձավ, այդ սրիկան հայտնվեց իր աղջկան փնտրելու համար։ Նա նաև ասաց, որ ինքն էր հորինել վանականի հետ կապված այդ պատմությունը մեզ տանջելու համար։ Ուրեմն հիմա մենք պետք է փնտրենք այդ աղջկան, որ վանականը մեզ հանգիստ թողնի, այնպես չէ։ Այդքան հիմար մի եղիր, իտալական նրբերշիկ, մենք պետք է նրան փնտրենք, որովհետև նա իմ մայրիկի դուստրն է։ Կոնստանսան իրավացի է։ Եթե այդ աղջիկը ողջ չէ, մենք պետք է փնտրենք նրան, նա մեր քույրն է։ Ես արդեն ունեմ բավականին շատ քույրեր ու եղբայրներ, ինձ այլևս ոչ ոք հարկավոր չէ, գլխացավանք պետք չէ։ Ես էլ եմ կարծում, որ չարժի ոչ ոքի փնտրել։ Միգուցե նա խելագարի մեկն է։ Միգուցե այդ կինը մեզ ավելի մոտ է գտնվում, քան մենք կարծում ենք։ Միգուցե Վալենտինոն բերել է նրան իր հետ։ Եվ հենց նա է վանականը։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորիմված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիք է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույր